Ժամանակակից բժշկագիտության մեջ կրթությունը, բժշկական կրթությունը շատ կարևոր դեր ունի եւ հատուկ ուղղություն է նաեւ սիմուլյացիոն ուսուցումը, այսինքն սիմուլյացիայի վրա հիմնված ուսուցումը, որը շատ արդիական է եւ կարևոր է։ Ինչ է տալիս մեզ սիմուլյացիոն ուսուցումը, ամենակարևորներից են դրանք անվտանգ ուսուցում, անվտանգ միջավայր, բազմակի փորձեր կատարելու հնարավորություն, այսինքն բժիշկներն ու ուսանողները կարողանալու են բազմակի անգամ փորձել այդ հմտությունը դառնա կարողություն եւ արդեն իսկ հիվանդների վրա շատ ավելի հեշտությամբ կատարեն տվյալ մանիպուլյացիաները։ Կոնկրետ մենք հիմա զբաղված ենք ֆիբրոբրոնխոսկոպիայով։ Թեպետ չկա մանեկեն, բայց այստեղ կա բերանի խոռոչի մուտքը եւ քթի խոռոչի մուտքը։ Մարդը առանց պացիենտի, առանց կյանքի վտանգ տալու կարողանում է բազմակի անգամ կրկնելով գործողությունները սովորել կոնկրետ ինչ-որ մի պրոցեդուրայի, միջամտության։ Մեր կենտրոնում կան սարքեր, որոնք եզակի են եւ շատ այս սիմուլյացիոն սարքերը, սիմուլյացիոն պլատֆորմները շատ իրականին մոտ են, կան եզակի ծրագրեր, որոնցով կարող են մեր բժիշկները գալ եւ սովորել եւ հմտություն ձեռք բերել։ Մենք կազմակերպելու ենք դասընթացներ, որոնք արդեն ծրագրերը հաստատված են նախարարի կողմից, բժիշկները կարող են գալ մեզ մոտ, անցնեն դասընթացները, թարմացնեն տեսական գիտելիքները, ձեռք բերեն հմտություններ սարքերի միջոցով, ինչպես նաև կստանան կրեդիտներ։ Կենտրոնը հասանելի է բոլորի համար, ոչ միայն մեր կենտրոնի բժիշկներ, այլ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հանրապետությունից դուրս բոլոր այն բժիշկները, ովքեր կցանկանան, ինչպես նաև ուսանողները, որոնք դեռ սովորում են։ Հենց սիմուլյատորի վրա ուսուցումը բերում է, որպեսզի գործնականում քո ձեռքը սովորի եւ ճիշտ բացել եւ չափումներն ու մնացած բոլոր ցուցանիշները ճիշտ ստանալ։ Բժիշկը կարող է անգամ գալիս է մի օր առաջ կամ ինչ-որ ժամանակ սրա վրա մի հատ տրեյն է անում, հետո նոր հենց վիրահատական սեղանի վրա։ Որում հենց գործնական հատվածը ինքը ամենապահանջվածն է եւ հենց սիմուլյացիոն կենտրոնում կամ սիմուլյատորի վրա գործնական հմտություն մարզել է ինքը ամենապահանջվածն է Եվրոպայում նույնպես եւ ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր սարքի համար մեր կենտրոնում կա վերապատրաստված մենթոր բժիշկ եւ դասընթացի ընթացքում նրանք կիսվելու են թե իրենց տեսական գիտելիքներով, թե իրենց փորձով, թե նաեւ սարքի բոլոր հնարավորությունները ներկայացնելու են իրենց։